Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները, ինչպես եւ շատերը կանխատեսում էին, Լալայի հանդիպումը Հայկի հետ չդարձավ այն ճշմարտության պահը, որին սպասում էին բոլորը։ Լալան լռեց, նա չասաց այն, ինչ գիտի, չբացեց անցյալի ամենամութ էջը եւ կրկին ընտրեց լռությունը, գիտակցելով, որ իր մեկ խոսքը կարող է պայթեցնել մի քանի ընտանիքների կյանքը միաժամանակ։ Այդ լռությունն ավելի ծանր հարված դարձավ, քան ցանկացած բացահայտում։ Հայկը Լալայի խոսքերից ոչ միայն պատասխաներ չստացավ, այլ ավելի խճճվեց։ Նրա մեջ խորացավ այն զգացումը, որ իրեն տարիներ շարունակ խաբել են, որ ճշմարտությունը միշտ եղել է իրենից մեկ քայլ առաջ, բայց երբեք իր ձեռքում չի եղել, եւ այդ ամբողջ հիասթափության, ցավի ու բարկության թիրախում առաջինը դարձավ Նարեն։ Քաջիկի նամակը հաստատեց Լալան, իսկ դա նշանակում է, որ Հայկը եւս մեկ անգամ խաբված մնաց, եւս մեկ անգամ իր ճշմարտությունը չբացահայտեց, այն ճշմարտությունը, որը կփոխեր իր կյանքում ամեն ինչ։ Հայկը չկարողացավ ներել Նարեին իր հետ չհեռանալու համար, նրա համար դա պարզապես ընտրություն չէր, այլ դավաճանություն։ Հայկը հավատում էր, որ եթե Նարեն իսկապես սիրում է իրեն, պիտի թողներ ամեն ինչ, գնար իր հետ, անկախ ընտանիքից, վախերից ու անցյալից։ Նա չտեսավ կամ գուցե չուզեց տեսնել, թե ինչ ծանր գին վճարեց Նարեն մնալով։ Նարեն մնաց ոչ թե հոր կողքին կանգնելու համար, այլ ճշմարտության դեմ առ դեմ դուրս գալու, բայց այդ քայլը Հայկի աչքում դարձավ աններելի սխալ։ Նարեի համար սա հերթական կործանումն էր, նա կորցրեց այն մարդուն, ում համար պատրաստ էր ամեն ինչ զոհել։ Նրա լռությունը, վախը, ներքին պայքարը ոչ ոք չգնահատեց։ Նա մնաց մենակ մի տան մեջ, որտեղ ամեն պատ հիշեցնում է անցյալի մեղքերը, իսկ ապագան լի է սպառնալիքներով։ Այս ամենի ֆոնին Սոնայի կերպարը նոր շրջադարձի առաջ է կանգնում։ Սաքոյի տանը մնալը օր-օրի դառնում է անտանելի։ Սոնան ավելի ու ավելի պարզ է տեսնում, որ իր ներկայությունն այստեղ սեր կամ ընտանիք չէ, այլ գործիք։ Սաքոն նրան օգտագործում է աբոյին ճնշելու, իր դիրքը ամրապնդելու ու սեփական խաղը առաջ տանելու համար։ Սոնան սկսում է հասկանալ, որ իր լռությունը ոչ մեկին չի փրկում, իսկ մնալը միայն խորացնում է վտանգը։ Հենց այդ պատճառով էլ ավելի ու ավելի հավանական է դառնում, որ Սոնան որոշում է վերադառնալ հայրական տուն։ Դա հեշտ քայլ չէ, դա նշանակում է ընդունել, որ սխալվել է, որ իր սերը վռամի հանդեպ իրեն բերեց մի վայր, որտեղ ինքը դարձավ պատանդ, բայց Սոնան այն տեսակն է, ով կարող է ուժ գտնել ներսում ու ընտրել իրեն։ Նրա վերադարձը կարող է դառնալ ոչ միայն անձնական փրկություն, այլ նաև նոր բախումների սկիզբ։ Հարսնաձորի լեգենդը շարունակում է մնալ լարվածության գագաթին, լռությունները դառնում են ավելի վտանգավոր, քան խոսքերը, իսկ չկայացած որոշումներն ավելի ճակատագրական, քան սխալ քայլերը։ Առջևում ընտրությունների, կորուստների ու անկանխատեսելի զարգացումների շրջան է, որտեղ ոչ ոք այլևս չի կարող մնալ չեզոք։ Հարսնաձորի լեգենդը շարունակում է մնալ այն սերիալներից մեկը, որը ոչ միայն դիտում են, այլ ապրում։ Ամեն սերիա իր հետ բերում է նոր լարվածություն, նոր հարցեր ու նոր ներքին բախումներ, որոնք հեռուստադիտողին ստիպում են սպասել հաջորդ զարգացումներին անհամբեր ու հուզված։ Սերիալի հիմքում ընտանիքների միջև տարիներով կուտակված ատելությունն է, չբացված գաղտնիքները եւ անցյալի սխալ որոշումները, որոնք այսօր կործանում են երիտասարդների ճակատագրերը։ Հայկի եւ Նարեի սերն այն ամենի ցավոտ կետն է։ Նրանք սիրում են իրար այն դեպքում, երբ իրենց ընտանիքների միջև արյուն կա, կորուստներ ու աններելի մեղքեր։ Այդ սերը գեղեցիկ է, բայց միաժամանակ դատապարտված ճշմարտությունը թաքցնելու, վախի եւ լռության պատճառով։ Սաքոն սերիալի ամենաբարդ ու մութ կերպարներից է։ Նրա անցյալը, Աշոտի սպանության գաղտնիքը, Լալային տնից դուրս անելն ու սեփական մեղքերից փախչելը դարձրել է նրան վտանգավոր մարդ։ Նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր գաղտնիքները չբացահայտվեն, իսկ ամենասարսափելին այն է, որ այդ պայքարում նա չի խնայում նույնիսկ իր երեխաներին։ Լալայի վերադարձը սերիալում նոր շունչ տվեց պատմությանը, նրա կերպարը ճշմարտության կրողն է, բայց միաժամանակ նաև լռության գերին։ Նա գիտի ամեն ինչ, սակայն ստիպված է ընտրել խոսել ու կործանել
Շատերին թե լռել ու ապրել այդ բեռի տակ։ Նրա յուրաքանչյուր քայլը կարող է ճակատագրական լինել։ Արմոն շարունակում է մնալ սերիալի գլխավոր ինտրիգ ստեղծողը, նա բոլորին իրար դեմ է հանում, խաղում է մարդկանց զգացմունքների հետ, կեղծում փաստեր ու նամակներ և միշտ պահում իր ձեռքում վերջին խաղաքարտը։ Նրա կերպարը հեռուստադիտողին ստիպում է և ատել, և սպասել ինչ նոր դավադրություն է պատրաստվում։ Սոնայի ու Վռամի գիծը ևս հագեցած է ցավով ու զոհողություններով։ Սոնան հանուն սիրո կտրում է կապերն ընտանիքի հետ, բայց աստիճանաբար հասկանում, որ իր սերը օգտագործվում է ուրիշների շահերի համար։ Վռամի ֆիզիկական ու հոգեբանական պայքարը սերիալին տալիս է մարդկային խորություն և իրական դրամա։ Հարսնաձորի լեգենդը դիտարժան է հենց նրանով, որ այստեղ չկան բացարձակ լավ կամ վատ հերոսներ, ամեն մեկն իր ճշմարտությունն ունի, իր վախերը, իր մեղքերը։ Սերիալը ստիպում է մտածել, արդյոք հնարավոր է երջանկություն կառուցել արյունով լցված անցյալի վրա և արդյոք ճշմարտությունը միշտ փրկող է։ Առջևում սպասում են ամենալարված սերիաները, որտեղ գաղտնիքները մեկ առ մեկ ջրի երես են դուրս գալու, իսկ հերոսները ստիպված են լինելու վճարել իրենց ընտրությունների գինը։ Հարսնաձորի լեգենդը դեռ չի ասել իր վերջին խոսքն ու հենց դա է պատճառը, որ հազարավոր հեռուստադիտողներ ամեն երեկո կրկին ու կրկին վերադառնում են էկրանների առաջ։